Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը և ևս մեկ պրեմիերայի մասին ենք հիմա խոսելու, այս անգամ Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում։ Մարտի 14-ին հանդիսատեսի դատին կներկայացվի Անի Առաքելյանի «Օդ 18+ մոնո ներկայացումը։ Ներկայացումը մի մարդու մասին է, ով կյանքի որոշիչ փուլում հանձնվելու փոխարեն ընտրում է ապրելը։ Այս առիթով մեր տաղավարում են պիեսի հեղինակը Անի Առաքելյանը, բեմադրիչ Դավիթ Խալաթյանը և դերասան Հայկ Դարփինյանը։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Բարի լույս։ Լավ, շատ լավ։ Շատ լավ, մենք շատ լավ ենք։ Հիմա խոսենք գործից «Օդ 18+»։ Ուզում հասկանամ օդն ավելի հնչեղ, թե 18+-ը։ 18+-ը։ Բայց վերնագիրը օդն է։ Վերնագիրը օդն է, 18+-ն էլ է վերնագրի մեջ մտնում։ Այդ բան չի, չէ, որ 18+-ը ներկայացնում։ Չէ, ուղղակի այդ որպես 18+-ն ներկայացնում։ 18+-ը ներկայացում։ Վերնագիրը չի։ Վերնագիրը օդ։ Վերնագիրը օդ։ Օդ առանձին 18+։ Հա, օդ առանձին 18+։ Երկարացնում։ Օդ։ Բայց դա քիչ է, օդ 18+։ Հիմա Առաջարկը կարելի է դիտարկել ամենտեղ, կընդունենք որպես առաջարկ։ Օդի մասին պատմեք մեզ, որովհետև սցենարին մի քիչ ծանոթացա արդեն ու շատ հետաքրքիր էր։ Ներկայացումը մարդ մասին է, ով մենակ է ու հանձնվելու փոխարեն որոշում է ապրելը ու պայքարելը։ Անընդհատ ներքին կռիվների մեջ է իր հասարակության ու այդ ամեն ինչի հետ ու հուսով եմ վերջում գտնում է իր խաղաղությունը։ Ներսից է եկել թեման։ Թեման, հա, թեման այնպիսին է, որ ինձ թվում է կյանքի ցանկացած փուլում մեզնից ամեն մեկը իրեն շատ մենակ է զգացել ու ունեցել է այդ օդի կարիքը։ Օդ երևի թե դրա համար, որ մարդիկ մի փոքր շնչեն ներկայացումից հետո։ Իսկ ինչն էր առաջինը պատրաստ, սցենարը առաջարկվեց դերասանին, թե դերասանը ուզում էր մոնո ներկայացում, առաջարկեց սցենարիստին գրել իր համար սցենար։ Առաջարկը, հա, Այդ ինձ թվում է Դավիթ ավելի ճիշտ կներկայացնի։ Այսինքն դուք կապ չունեք ռեժիսորն։ Ես ուղղակի ինձ ասել են, ես եկել Արի խաղա, խաղաց։ Իրականում միտքն առաջացել է իմ ու Հայկի դիալոգներից մեկի ժամանակ, երբ որ ցանկություն առաջացավ խաղալու մոնո ներկայացում նոր պիեսի հիման վրա, որ կունենա թեմաներ, որ այս պահին մեզ իսկապես հետաքրքիր է ու անհանգստացնում է։ Եվ այդ դիալոգից հետո հասկացանք, որ այն մարդու հետ, որ ուզում ենք ստեղծել գործը, դա Անին Առաքելյան, եւ սկսվեց արդեն պիեսի գրման process-ը։ Հնչել են պատմություններ, որոնք որ իրական չեն, փորձել են գեղարվեստական բազում տարեր բերել պատմությունները սրելու համար, ավելի հետաքրքրացնելու համար, որովհետեւ մոնո ներկայացում ենք նայելու ամեն դեպքում եւ պատմությունները կարծում կարեւոր են եւ իհարկե կարեւոր է դերասանը։ Դուք Հայկին ճանաչում եք։ Հա, գրելիս։ Հա։ Այս դեպքում, եթե կարելի է այդպես անվանել, ոգեշնչման աղբյուր եղավ դոկումենտալ գիծը պատմության, այսինքն իրական պատմություններ, որի մասին որոշեցինք անել ներկայացում, հետո արդեն իրան, այսպես ասած, գեղարվեստական տարերով հագեցրեցինք, որպեսզի ստանանք պիես, որից կարելի է ստանալ ներկայացում։ Ինչքան է տևում ներկայացումը։ Ներկայացումը տևում է 50 րոպե։ 50 րոպե, Հայք 50 րոպե բեմում մենակ։ Այո, դժվար չի, որովհետև մոնո ներկայացումը հեշտ բան չի եւ պահանջում է ոչ միայն լինել շատ արթուն ամբողջ ներկայացման ընթացքում, նաեւ շատ հետաքրքիր, որպես այդ 50 րոպեն հանդիսատեսը։ Այո, ճիշտ է, որպես դերասան մինչև հիմա չեմ վախենա, ասեմ, դա նորմալ process է։ Ամսի 14-ին պրեմիերան է, բայց ես մինչև հիմա սենց կռիվների մեջ եմ ու այդ շատ նորմալ process է, խնդիրը ոչ միայն օրգանական լինելու մեջ է կամ պահելու մեջ է, այսպես ասած, այլ կեսից օրինակ հասնես ինչ-որ մի կետի ու այսպես ասած չկտրվես պատմությունից, որովհետև ինչ-որ մի բան երբ որ հոգնում ես, սկսում է դառնալ մեխանիկա, այդ ամեն ինչին պետք է հանդիմանալ։ Մի խոսքով ամբողջ ընթացքում process-ը կատարվում է։ Բարդ է, բայց կստացվի։ Մոնո ներկայացման առաջին փորձն էր։ Այո։ Իսկ աշխատել միասին հեշտ է, որովհետև մի բան է լինել ընկերներ, մի բան է լինել գործընկերներ։ Գիտեք, սկզբից կար մտավախություն, բայց ու շատ տարածված կարծիք կա, չէ, որ ընկերներով չի կարելի ինչ-որ գործ անել, բայց մեր դեպքում կամ մենք շատ սխալ ընկերներ ենք, կամ մենք այո, կամ սպասվածից ավելի լավ ընկերներ ենք, որովհետև իհարկե գործնական չգիտեմ, տարբեր կարծիքներ հավանական է ինչ-որ մի պահի ունենանք, բայց այդ երբեք չի խանգարել, որ գործը իր բնական հունով գնա։ Իսկ թվում է ընկերությունը օգնել է նրանը, որ վստահություն ավելի մեծ է եղել
ու ես օրինակ շատ մեծ ու լավ տեքստերից հրաժարվել եմ, որովհետև վստահել եմ օրինակ Դավիթի կարծիքին ու Հայկի կարծիքին, բայց երևի ամենակարևորն է, որովհետև եթե ես ուրիշ մարդկանց հետ աշխատեի, ինձ թվում է մի քիչ կռիվ կտայի տեքստերի համար։ Իրականում մենք երեքս էլ բավականին տարբեր ենք ու այդ տարբերության ոնց որ ֆոնի վրա նաև պիտի բերեինք մի բան, որ երեքս էլ դուր է գալիս ու ամենաերևի թե բարդ process-ը հենց այդ էր, որ փորձենք այնպես անել, որ եւ Անին դուր գա եւ ինձ դուր գա եւ Հայկին դուր գա եւ կարծում եմ վերջում եկանք այն հայտարարին, ինչ այն հատվածին ինչ որ երեքս էլ համաձայն ենք։ Փոխզիջումները բոլորիս կողմից եղել են ու հիմա լավ է։ Եվ ուզում եմ ասել, որ մենք երեքով չենք, նաև մենք ունենք անիմատոր նկարիչ Լարա Մուսայելյանը, ով ներկայացման ամբողջ նկարչական ձևավորումը անիմացիայի տեսքով է արել, եւ Նիկիտա Մոնախովը, ով վիզուալ էֆեկտների վրա է աշխատել ներկայացման, իրենք այս բանը այստեղ չեն, բայց մեր մեծ թիմից են։ Իսկ օթի կարիք հաճախ եք ունենում։ Եվ ինչքան հաճախ։ Բոլորը։ Միշտ։ Ինչ դեպքերում ամենաշատ։ Եվ ինչա պետք փոխել, որպեսզի երիտասարդները ավելի քիչ այդ ճնշվածությունը զգան եւ ներկայացումը ինչ կտա իրենց։ Այս դեպքում ներածությունը երևի արդեն ավելի ճիշտ է ասել, քան մենք կասենք ներկայացման ներածությունը, չհանձնվել է պետք կարծում եմ։ Միշտ առաջ շարժվել է պետք, չհանձնվելը շատ ժամանակ մի քիչ ուրիշ կոնտեքստով է ընկալվում, անընդհատ ասում են, չէ, հանձնվել պետք չի եւ այլն։ Չէ, ուղղակի պետք է անընդհատ առաջ շարժվել, որովհետեւ եթե մնում ես նույն տեղում, ոչ մի բան չի ավելանում, խնդիրները միշտ մնում են, ոչ մի բան կյանքում չի փոխվում, իսկ երբ որ առաջ ես շարժվում, գոնե շարժ կա։ Ընդհանրապես կյանքը շարժի մասին է, չէ, շարժումի։ Բայց այդ դեպքում երբ օթի կարիք ունես, երբ ոնց գտնել այդ առաջ շարժվելու ինչ որ ուժը փոքր։ Էլի կարծում եմ փող կապակցված է, նորից պիտի շարժվես։ Ես չգիտեմ, խորին համոզմունք ունեմ, որ անընդհատ մնալ մտքերիդ մեջ կամ տագնապի մեջ կամ խնդիրներիդ մեջ ու ոչ մի բան չանել, դա հերիք չի լուծում չի, որը բնականաբար տենց է, այլ մի հատ էլ չի լինում ոչ մի նոր բան, իսկ եթե նոր բան չի կատարվում, նշանակում է նույն տեղում ես անընդհատ։ Կարծում եմ այդ օդը իրականում կա, ուղղակի պետք է ամեն մեկս գտնենք այն հատվածը շնչելու, որը մեզ անհրաժեշտ է, որովհետև ինչ որ այնպես չի որ փակված է օդը ամբողջությամբ կա, բայց մենք պիտի գտնենք այն կետը, որից պիտի շնչենք ու ապրենք ու շարունակվի ու ծաղկի այդ ամեն ինչ։ Անի ջան, պիեսը գրելուց մտածում եք, որ երբ որ կտակ տղաներին կդառնա 18+։ Իրականում 18+-ից երևի ավել 21+ գրվել է։ Այո։ Տղաները մեղմացրել են։ Տղաները մի քիչ մեղմացրել են։ Այդպես։ Ու կարմրեց։ Ստերայից է գալի 18+։ Արտակինը միշտ խափուսիկ է։ Շատ է, մենք ձեզ մաղթում ենք հաջողություն։ Շնորհակալ ենք։ Ասում ենք, որ միշտ լինեն լավ գործեր, լավ պիեսներ, որովհետև ես միշտ ասում եմ, որ ներկայացման հաջողության երևի թե 40%-ը դա լավ հաջողված սցենարն է, պիեսն է, որը հետո արդեն դերասանի ու ռեժիսորի շնորհիվ վերածում դառնում է ամբողջական գործ, այնպես որ լավ գործեր եւ լավ բեմադրություններ եւ ուզում ենք ձեզ տալ նվերներ, որովհետեւ արդեն պրեմիերայից հետո կունենաք հնարավորություն հավաքվելու միասին, նշելու, դա շատ կարեւոր է, այնպես որ Իջևանի պուր կարբոն կարմիր չոր գինին հաստատ այդ առիթը ձեզ համար կստեղծի եւ ներկայացումից հետո կնշեք։ Անի ջան, սա էլ ուզում եմ հատուկ ձեզ հանձնել, որտեղ հաստատ բացի լավ սցենար գրելուց նաեւ լավ պատրաստում եք խոհանոցում։ Ասում են։ Տղաները ասում են։ Տղաներն ասում են, որպեսզի մի քիչ թեթևացնենք ձեր հոգսը խոհանոցում, Տրամոնտինա բրազիլական բրենդը ներկայացնում է խոհանոցային պարագաներ։ Այս փոքրիկ թեթև պարագան ձեզ, որպեսզի մի քիչ թեթևացնենք խոհանոցում ձեր հոգսը։ Ձեզ էլ հրավիրում ենք, ամսի 14-ին ցավոք չենք կարող, որովհետև տոմսերը սպառված են, բայց ապրիլի 19-ին սիրով։ Շնորհակալություն, սիրով։ Սպասենք ձեզ մեր Մկրտչյան արտիստական թատրոնում եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել թատրոնին, ողջ անձնակազմին, ովքեր աշխատում են ներկայացման ընթացքում եւ իհարկե կարևոր մարդ ում շնորհիվ ներկայացումը իրականություն է դարձել թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տաթև Մելքոնյանին, ով նաև իմ ուսուցիչն է, այս տողի համար է ուզում ասել, որ նաև իմ ուսուցիչն է, եւ իր շնորհիվ է նաև, որ ամսի 14-ին կունենանք պրեմիերան։ Բայց հաջողություններ ենք մաղթում ներկայացմանը եւ թող երկար կյանք ունենա։ Այո, ինչպես ասում են մասնագիտական լեզվով, նիպուխը նիպյուրա, զբոգը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն ձեզ հաջողություններ։ Մենք մեզ մոտ էլ այսպես կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք ու կամփոփենք ծրագիրը։